Սասնա ծռեր, Բ հատոր, Մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժպատում, Սասնա տուն, պատմեց Քյավառցի Հակոբ Նրգեյանը, գրի առավ 1926 թվականին Խաչատուր Մնացականյանը։ Դավիթ և Խանդուտ։ Մենք ետ դառնանք Սասունա կյանքին։ Սասունա շրջակայքը մի քանի հեթանոց կառավարություններ կային, բայց կար և կապուտ կող ըսած երկիրը, մի քրիստոնյա կառավարություն, որի թագավորը վախճանվել է։ Իրա թագուհին ու ամենախելոք աղջիկ Խանդուտ խանում կկառավարե։ Երբ Դավթի այդ քաջության հռչակը տարածվեց տիեզերք, միևնույն կապուտ կողը հասավ։ Ապա Խանդուտ խանումը մի խելք գործ դրեց, այն է, կարողանա մի հնարույք այդ քաջ մարդունը քաշել իրա կողմը, որ տեր եղնի, իրա հոր օջախը վառ պահե և թագավորությունը անընկճելի։ Քանի որ բոլոր հեթանոց կառավարությունները կցանկանային հիշյալ փառքերունը տեր լինել թե թագավորության կապուտ կողա և թե գեղեցիկ Խանդուտ խանումին, և նա ոչ ոքի կամք չէր տա։ Երբ նա Հայաստանի համբավը լսավ, մի գիր գրեց Դավիթին և մի սրալեզու մարդու ձեռք տվավ, պատվիրեց, Հայաստան ուղարկեց։ Գալով գրաբերը, օրերուց մեկը Սասուն քաղաք հասավ և հարցուց հարկավորթուն, բայց պատասխան ստացավ այսպես. նա ամեն ժամանակ կգնա որսի և դաշտային թարմ օդը ծծելու։ Արդյոք որ ճանապարհով պիտի գա, ցույց տվեցին ճանապարհը։ Գրաբերը ճանապարհի վրա կանգնեց մինչև արևմուտքին, երբ տեսավ մի փոքրիկ խումբ սարի կողեն քաղաք կգար։ Առաջ ելավ գրաբերը և ձայն տվեց այսպես. Դավիթ, Դավիթ, թագավորի որդի, ես կապուտ կողա ուղարկված եմ թագավորազարմ Խանդուտ խանումի կողմից։ Խանդուտ խանումը այնքան սպիտակ է, ինչպես բամբակը գզես ու դիզես, ընչախ կարմիր է, ինչպես նռան հատիկ կշողշողա։ 7 պետություն նորագեղեցկության համար կցանկանան նորան առնել, կռիվ չեն կարնա, կամքով չի երթա։ Նա կսեր, եթե ունի քաջություն, եթե ունի տղամարդուն ամուս, թող գա ինձի տեր դառնա, որ ես անհամբեր կսպասեմ։ Ապա սխալվեց գրատարը, այդ խումբը Քերի Թորոսինն էր։ Երբ Քերի Թորոսը լսեց հիշյալ խոսքերը, հրամայեց զինվորներուն. ծեծեք այդ շան որդուն, եկել է տղին կխաբի կտանի։ Այնչափ ծեծեցին խեղճ գրաբերինը, որ մի աչքի վրա թոս կար, մյուսին էլ մսամոլ թալեց։ Հազիվհազ ձեռներուցը պրծավ, կանիծեր իրա օրը և Խանդուտ խանումինը, բայց երբ տեսավ, նորից մի խումբ ձիավորներ քարերի տակ պահվեց։ Հեռատես և շրջանակատ Դավիթը տեսավ, որ մի մարդ քարերու տակերը կպահվե, բայց Դավիթի արծվի աչքերուցը չկորավ։ Տղեկ, այն ինչ մարդ է։ Օրը երեկոյացել է, դիպքաղաք կերթան, դա ինչ խելոքի մեկն է, որ քաղաքից դեպի սարը կերթա։ Շուտով ձիերը վազեցուցին, երկու զինվոր մարդունը բռնեցին և Դավթի դեմը բերին։ Մարդը ձայն տվեց. Աման, իսեր Աստուծո, բավական է, որ ինձ ծեծեք, միթե Խանդուտ խանումը ինձ կրակի մեջ նետեց։ Երբ Խանդուտ խանում անունը լսեց Դավիթ, մի սարսուռ անցավ իրա մարմնով։ Մարդ, ինչ բան է, պատմիր տեսնենք, ինչ Խանդուտ խանում է, ով է ծեծել։ Գրաբերը պատմեց իրա որտեղից գալը և որքան ծեծվելը, և Խանդուտ խանումի գրված նամակը հանեց, թագավորի որդուն հանձնեց։ Հիմա խղճալի գրաբերը իմացավ իրա սխալը։ Դավիթը հրամայեց. մեծի տվեք մարդուն, շատ ցավալի է, որ խեղճը մեզ համար ծեծ է կերել։ Դա էլ իրա խելքի պակասությունն է եղել։ Երբ գրաբերինը քաղաք բերեց, մի քանի օր իշխանավորի պատիվ տվեց, ոսկով ու արծաթով ծածկեց, քաղաքի միջիցը կանչել տվավ մի բժիշկ, գրաբերի երկու աչքերը, որ իրա պատճառով վտանգվել էր, երկուսն էլ բանալ տվավ։ Բժիշկ ձրի էր, նման Հիսուս Փրկչին, անարծաթ կբժշկեր։ Եվ ճանապարհ ձգեց գրաբերին, պատասխանինը գրելով, որ որոշեց համբարձման հինգշաբթի գիշերը
ես իրան կոնախ կլինեմ։ Գրաբերը գնաց իրա ճանապարհին։ Եվ Դավիթ նորերը համրելով, թե որքան ավուր ճանապարհ է, այն օր առավոտին ձի նստեց, քաղաքիցը դուրս եկավ դեպի Կապուտ կող։ Մութ գիշերին պալատի դեմ դռանը կանգնեց։ Բայց իշխանուհինը դռնապանինը պատվեր էր տվել ասելով, այս գիշերվա մեջ մի կոնախ կգա, թագավորի որդի կիսավայրենի եւ անօրինակ ուժի տեր, ձենը տալու պես թե չէ, շուտով դարգահը կբանաս, եթե ոչ, պալատը կքանդե։ Խղճալի դռնապանը զարթուն ու զգաստ դռան հետևը կանգնեց, երբ հանկարծ լսեց մի խրոխտ ձայն. «Դարգվան չի»։ «Ահավասիկ պատրաստ եմ, տեր», շուտով մեծ դռան զնգոցը եկավ։ «Ինչ է քո անունը»։ «Ծառա ձեզ, Դավիթ»։ «Օ, ադաշ են, քո անունը Դավիթ, իմ անունը Դավիթ, եթե իմ ձյանը լավ պաշտպանություն չանես, կկտրեմ քո երկու մռութ ու քիթ»։ Դավիթին առաջնորդեցին եւ մաքուր սենյակի մեջ տարան, երբ ճաշեց պրծավ, քնեց։ Դրա ցեղինը սովորություն էր 3 գիշեր, 3 ցերեկ քնանալ, իսկ որ զարթնեցին 3 գիշեր, 3 ցերեկ չքնել։ 3 գիշեր քնելուց զարթնեց, ինքն իրան ասաց. «Իմ գալս գիշեր էր, ոչ թագավորական կալվածք տեսա, ոչ քաղաքի դիրքը, ապա դուրս ելնեմ մի տեսնեմ քաղաքը եւ պալատները»։ Բայց 3 օրվան Դավթի քնած ժամանակ խորամանկ Խանդուտ խանումը սահմանակից տերություններին գրել էր, ամեն մեկին մի հրահանգ էր ուղարկել։ Սասունա քաղաքից մի տղա եկել է կկամենա ինձ զորով տանել։ Եթե ունեք զորք ու զորապետություն ու ուժ, արդեն ասպարեզը բաց է, համեցեք, դուք ինձի տեր եղեք։ 7 տերության բազմությունը մի մարդու պես կիտվեցին քաղաքի դեմի տափարակ դաշտը։ Դոքա թող կենան իրանց տեղ, հետ դառնանք Դավթի վրա, որ 4-րդ ավուր առավոտն է։ Դուրս ելավ պատշգամբ ման կգա։ Խանդուտ խանումը, որ տղայինը տեսավ, սարսափելի գեղեցկության տեր էր, իր այգական շորերը հագնելով վար իջավ վերին հարկից, որպես թե տղայինը տեսություն անի։ Երբ այն կողմեն եկավ աղջիկը, թևը զարկեց Դավիթի թևին եւ անցկացավ։ Դավիթը հասկացավ, թե սա ով է, ձեն չհանեց։ Մյուս կողմից երբ վերադարձավ, Դավիթը ձեռք թալեց աղջկան, բռնեց եւ կամեցավ մի համբույր դրոշմել խնձորանման այտերին, ապա ոչ թե համբույր, այլ թե աղջիկը այնպիսի մի ապտակ հասցրուց Դավթի երեսին, որ 5 մատի տեղը սևակապույտ դառան եւ հետեւյալ խոսքերը ասաց. «Էй նամարդ օղլի նամարդ, միթե այստեղ լրփանոցա»։ Դավթի պնչերու ակերը բացվավ եւ արյունը ոչխարի նման դուրս կհոսեր։ Աղջիկը իրա տեղը գնաց, ծառաներին հրամայեց. «Շուտով վրա թափվեք, արինակամուց խելքը կերթա արքայորդու»։ Աղջիկը շորերը փոխեց, արվական շորեր հագավ, իրա մի բուռ զորքը առավ քամակին, հիշյալ 7 կառավարությունների զորքերի դեմ գնաց կռվելու։ Մենք խոսանք Դավթի կյանքից։ Երեսը կմխկտա, 5 մատի տեղը դաղմա է։ Երբեմն կմտածե, թե ձի նստեմ եւ իսպար ջնջեմ աչքիս ընկնողը, երբեմն էլ կզիջե իրա բարկությունից։ Պակասամիտ կին է, մազերը երկար, խելքը կարճ։ Մի դիպված էր պատահավ։ 1-2 ժամ անցնելուց Դավիթը նորեն ելավ պատշգամբ, ինչ կտեսնե։ Այն կողմը կանգնած է բազմահաղթ զորք, մի կողմը մի քանի 100 հոգի, պատերազմի նշանները տված է ու կկռվեն։ Իրանից մի քիչ հեռու կանգնած ծառայինը կանչեց. «Այ տղա, սա ինչ բան է, մի կողմը մի քանի 1000, մյուս կողմը մի քանի 100»։ Տեր արքա, բազմահաղթ զորքը հեթանոսներու զորքն են, դրանք եկել են Խանդուտ խանումը խլեն ու տանեն, քանի որ վաղուց կցանկանային եւ խանումը կամք չեր տա։ Երբ լսել են ձեր գալը իշխանուհու համար, եկել են որպես թե ձեր ձեռքիցը խլեն ու տանեն։ Միթե, այո, ուրեմն իմ ձինը դուրս քաշեք։ Դավիթի ձին դուրս քաշեցին, շոշափեց,
կազմվածքը վրա դրեց, զենքերը վրա առավ և քուրկի ջալլադինը նստեց ու հետ դարձավ դեպի կռվող զորքը։ «Էյ սուրբ նշան, ես չգիտեմ դորանց մեկ մյուսից ջոկել, միայն դու աղջկա կողմի զորքը պահիր և թշնամյացը ինչպես հարկը կպահանջի»։ Ու Դավիթը իր սովորության համեմատ սկսեց խաչաձև գնալ, աչուկը ծորեր, ձախուկը ծոր թփեր, ամեն ծորին 1500 վեր կթափեր, 1500 որ կթմմեր, ոտները իրա վրա սովորականի համեմատ կհաներ և գլխու վրա օմբա կխփեր։ Կռվու պատկերը փոխվավ, բազմահաղթ զորքերը լեղապատար փախուստ տվեցին էս ու են կողմեր։ Զորքերի 3-4 մասը Դավթի սրինը ճարակ դարձան։ Հանկարծ Դավիթը ասպարեզի մեջ ման կգար մարդկանց, կենդանի ոչ ոք չկար, միայն մի երկաթյա ձիավոր, մի ձեռքը վահան, մյուս ձեռքը ծանրակշիռ գյուրզ Դավիթի ճակատինը կանգնեց։ Երբ Դավիթը վրա քշեց, իրա ուժի չափով 3 գյուրզ տեղաց հակառակորդի գլխին։ Ինչպես մուրճը երկաթյա սալին ոչինչ չազդեց, ապա Դավիթը մտածեց. եթե ես հերթը սրան տամ, անպատճառ իմ մահս դրա ձեռքովն է, ապա ձիու սանձը, որ ժողովեց, հետ քաշեց, հակառակորդը ձայն տվեց. Դավիթ, տեսար, որ վախեցար, ամեն ծակ ձեռքդ մի պարզիր, ծակ կա, որ ձուկ դուրս կբերես, և կա, որ իժ կլինի քեզ կթունավորի։ Ճանաչիր, ես այն պակասամիտն եմ, որ ձեռքս կոտրվեր, քեզ մի ապտակ խփեցի։ Այ լաչառան զգամ, թե ես գիտեի, ներողություն կյանք ջան, չէիր գիտե, բայց ձիտ վրաս կարշավեր իս դու հետ կքաշեիր։ Հիմա 2 ամուսինները հայտնվեցին և վերադարձան պալատը։ Դավիթը այնուհետև մոռացավ Սասուն, տարվավ խանդութ խանումի սիրուն, իշխանություն կտաներ, մնաց կապուտ կող։ Մի տարինը որ լրացավ, խանդութ խանումը պատճառավոր մնացած էր։ Ծնվեց մի արու զավակ։ Երբ Դավիթը 3 օրվա փաթութ էր, իր այն օրորանը դուրս կքաշեր։ Հիմա նորածին զավակը, որի անունը Մհեր պիտի կանչեին, մի օր ու կեսի ծնված էր, իրա օրորանը դուրս կքաշե։ 8 օր լրանալուց հետո տղայի հանդիսավոր մկրտությունը կատարվեց և ուղիղ որ անունը Մհեր կկանչեն։ 1 տարի անցավ, 3-րդ ու 4-րդ, և Դավթի կապուտ կող մնալը եղավ 7 տարի։ Մհերը կատարյալ տղամարդու պարթևություն ուներ։ Արդյոք 7 տարվա մեջ Հայաստան աշխարհ և Սասուն քաղաք ինչ փոփոխություն ունեցավ։ Սենեքերիմ թագավորը վախճանեց, գահը թափուր մնաց։ Գահաժառանգը Դավիթն էր, նա էլ իրա ճրագը հանգցրել էր, օտարի ճրագը կվառեր։ Ապա այդ ազնվանց որդոց մեջ կար մեկը, որի անունը կսեն Վեքո, շուտով թագավորական գահը գրավեց։ Ինչ աներ քեռի Թորոս, լյարդը կտոր կլիներ և ոչինչ չէր կարող անել։ Վեր ելավ մի զանազան գիր գրեց կապուտ կող Դավթի վրա։ Ամոթ քեզ որդյակ, ամոթ, որ քո քաջությանը չափով, քո հոր գահի չափով մեզ որբ թողեցիր և գնացիր ուրիշի արկածյալ պատրուքը կլուսիս։ Եկ որդիս, գլխուտ գինին թափիր, այդ աղջիկը, որին դու գրավվել ես, մեր Հայաստանի մեջ շատեր կան, հայրը տաստի կենաց փոխվել է և գահը թափուր է մնացել, քեզպես ժառանգի կկանչե, եթե չգաս, ամոթ քեզ, ողջ լեր։ Նամակը գրեց քեռի Թորոսը և տվավ 2 սրտոտ և ճարպիկ մարդկանց։ Նամակաբերներ մի օր հասան կապուտ կող, ներկայացան թագավորին և հանձնեցին։ Երբ Դավիթը կարդաց նամակը և հասկացավ միջի բովանդակությունը, արդարացրեց քեռի Թորոսին և գովաբանեց նրա շնորհքը և վերադարձավ թագուհուն ասելով. պատրաստություն, առավոտյան ճանապարհորդություն։ Լույսը բացվեց։ Ամեն բան պատրաստ էր։ Թագավորը և թագուհին ճանապարհի վրա էին։ Մի արգելք հանդիսացավ պառավ թագուհին։ Հեծնելու րոպեին
պառավը լալոտ աչքերով և աղմկելի սրտով Դավիթի ձիու ոտներն ընկավ։ Ինչ կա, մայրիկ, ինչ կա, որդիս, որովհետև դու իմ հույս ու ապավեն խանդուտ խանումը առնելով քո աշխարհը կտանիս, գոնե ինձի սև մթության մեջ մի թողիր, մեկիկ մհերը այստեղ թող, ես նրանովը կմխիթարվեմ փոքր-ինչ, մինչև մի առժամանակ անցնելու։ Իհարկե, որ տղենը հորը կհասնե, կամ կուղարկես, կտանես, կամ կուղարկեմ ես։ Դավիթը ինչ արած, կնոջ իր իշխելով չկամեցավ սիրտը կոտրել, միամոր մհերը թողեց զոքանչի մոտ և իրանք շարունակեցին ճանապարհը դեպի Հայաստան։ Թող Դավիթը ճանապարհը շարունակի, մենք ետ դառնանք սկզբնաչարության տեղը, Եգիպտոս։ Բավականի ժամանակ է անցել։ Եգիպտոսի թագավորը բազմացած և ուժեղացած Համզա Փահլևան մեկ զորապետի ձեռք տված է մի քանի բյուր զորք և ուղարկած է փակելու Դավիթի ճանապարհը, որ իրանց մոտը քաչ հայտնի է Հայաստանի շարժմունք։ Երբ Դավիթն եկավ անցնելու, հանդիպեց Համզա Փահլևանի զորքին։ Դավիթը կկամենար մի կողմով անցնել, բայց Համզա Փահլևանը դուրս եկավ դրա առաջ հետևյալ խոսքերը ասելով. «Օ, թագավորի որդի, ես քեզի համար է ինչ կսպասեմ քանի օր է, դուք ուր խույս կտաք»։ Ներողություն, Համզա Փահլևան, ինձ հետ Օղլուշախ կա, Օղլուշախի դեմ կտրելը տմարդություն է, ներիր մինչև էգուց, այս կինը տանեմ Սասուն քաղաք և ես ետ դառնամ քեզ հետ կռվեմ։ Ինձ կխաբես, սպասել կտաս, Դավիթ։ Ոչ, կգամ, դե որ կգաս, քու կողքիս սուրբ նշանովն երդում երի, որ ես քեզ սպասեմ։ Դավիթը սխալվեցավ։ Սուրբ նշանը, որ աջ կողքն էր, նա ձախ կողքի վրա երդում արավ։ Համզա Փահլևանը բաց թողեց և Դավիթը իր ընկերներով բավականի հեռացավ։ Երբ մտածեց այդ խորհրդի վրա, ձեռքը տարավ ծոցիցը սուրբ նշանը դուրս բերեց։ Այն ժամանակ զարմանք տեսավ լուսոպես պայծառ գույն ունեցողը քեմուր էր դարձել։ Դրանով Դավիթը հասկացավ, որ իր մահը շատ մոտ է։ Երբ քաղաք եկան, թափան ազնվանց որդիք և ժողովուրդը եկավ տեսության, միայն Դավիթի երեսը գույն չկար, անժպիտ։ Երբ գիշեր անցավ, խանդուտ խանումը ազնվանց որդոց տեղեկություն տվավ։ Ազնվանց որդիք բոլորը թափան եկան և կցանկանային կամ իրանք բոլորը Դավթի հետ երթան կռիվ, կամ Դավթին արգելեն, իրանք երթան։ Հնարք չեղավ։ Դավիթի երկաթե կամքը չկոտրվավ, մենակ այս խոսքն ասաց. «Ես սուտ երդվել եմ և իմ պատժվելու նշանը երևացել է։ Եթե չգնամ, կրկնակի սուտ դուրս կգամ։ Լավ է գնամ, մեռնեմ և ոչ թե կրկնակի սուտ դուրս գամ»։ Բոլորի սրտերը աղմկելի և աչքերը թաց թողեց ու ձի նստեց դեպի հիշյալ կողմը գնաց։ Երբ հիշյալ բնակատեղը հասավ, ոչ ոք չտեսավ Դավիթը։ Համարեք, թե դրանք փախել են։ Սիրտը դնջացավ փոքր-ինչ, ետ դարձավ Դավիթ։ Բայց մենք խոսանք խորամանկ Համզա Փահլևանից, որ նա լավ գիտեր Դավիթի կամքը երկաթյա էր ու պիտի գար ու իրան զորքերը կոտորեր։ Զորքը տեղափոխեց գետի ափ և Շամբի մեջ պահեց։ Ապա Դավիթը, երբ տեսավ բանակատեղ ոչ ոք չկար, դառավ գետի վրա։ Օրը տաք էր, ասաց մի քիչ լողանամ, էգուց գնամ։ Երբ շորերը հանեց, ձիու կողքից կախեց, իրան նշանն էլ հետ, քամակի կողմից անհավատ Համզա Փահլևանը թիկնամեջքինը նշան տվավ։ Զենքը նետը նպատակին հասավ, թիկունքից առավ և սրտիցը դուրս տվավ։ Դավիթն այնպես գոռաց. «Մի օրվա ճանապարհ Սասուն խանդուտ խանումին»։ 3 հարկանի պատշգամբին նստել էր և բոլոր ազնվանց որդոց լսելի եղավ նորաձայնը։ Խանդուտ խանումը այդ բարձրությունից իրան ձգեց։
Նա այնտեղ մեռավ, Դավիթը այնտեղ։ Ամբողջ քաղաքը վեր վազեցին մինչև տեղը հասան։ Ոչինչ չտեսան։ Մենակ Դավիթի դիակն ու ձինը։ Անփարատելի մութ տարածվեց ժողովրդյան և քաղաքի վրա։ Բայց ինչ, արդեն անցածն անցած է։ Երկու դիակները բերեցին Սասուն, մայր հողին պահ տվին։ Ապա ցռան Վեքոնը իր սրտով ուրախացավ, որ ինքը թագավոր է։